Շատերը ուզում են նույն Նիկոլ Փաշինյանի ասած գնդակահարության պատի տակ նրան տեսնել։ Ես վստահ եմ, որ այն ինչ որ կուտակվել է մարդկանց մեջ, մեկ անուն ունի, դա արդարացի անհանդուրժողականությունն է, որովհետև չես կարող սեփական քաղաքացու արժանապատվությունը անդադար նվաստացնել, ծաղրել իր պատմական ժառանգությունը, ծաղրել ողբերգությունը, ինչու Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը չեն նախաձեռնում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես կարող եմ խոսել իմ եւ պատիվ ունեմ խմբակցության անունից միայն շատ պարզ պատճառով, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցությունը, որտեղ մեծամասնությունը հիմա հանրապետական է, ինչպես արդեն նշեցի, չունեն իրենց վարչապետի թեկնածու։ Եթե Հայաստան խմբակցությունը նախաձեռնի եւ օրինակ վարչապետի թեկնածու ներկայացնի Ռոբերտ Քոչարյանին կամ նրա որդուն, հանրապետականը կլինի, այսինքն կմտնի այդ գործընթացի մեջ, կլինի այդ գործընթացի։ Հանրապետական կուսակցության պատգամավորները բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ խոսք է գնացել իմպիչմենտի մասին, մեզ մեկ անգամ է այդ թուղթը տվել ստորագրվելու եւ այդ թուղթը ստորագրվել է հետեւյալ բառերով եւ տրամաբանությամբ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ում անունը ուզում եք գրեք, մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյան վարչապետ, մեզ համար ամոթ է Նիկոլ Փաշինյան վարչապետ, իր հանցավոր խումբը այդ կապիտուլյանտների եւ ավանտյուրիստների պիտի իրավական պատասխանատվության ենթարկվի, ինչ վերաբերվում է այդ սրացող էշի համեմատությանը, որ բոլորը արձագանքում եւ անդրադառնում են, շատ մարդիկ, ովքեր որ հիմա անդիմության շրջանակներում են, իրենց չեն կարողանում ներել են փաստը, որ այդ էշին իրենք շատ հաճախ 2018-ից սկսած գուրգուրել են, փորձել են նստել այդ էշի վրա։ Այդ էշը չի թույլ տվել, որ նստեն իր վրա, որտեղ այլ դավաճանական ծրագրերով էր եկել, իրենց քացի է տվել։ Հիմա որոշել են, որ այդ էշին արդեն կարող են ուղղակի խմբագրել իրենց անցյալը, ասել մենք այդ էշին մոտ չենք եկել կյանքում, չնայած այդ էշին պաշտպանում են այն ժամանակ հանրապետականը։ Միգուցե նաև այս անհավասարակշիռ վիճակը եւ իշխանության եւ որոշ ընդդիմադիր իրենց անվանող անձանց շրջանակներում տարածվում է նաև նրանից, որ իրենք չեն կարողացել նաև այդ նպատակին հասնել 2018-ին։ Այսինքն իրենք հիմա բարեհաջող ճանապարհ են ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս։ Հանրապետական կուսակցությանը ես կարծում եմ մենք այս տարիների ընթացքում մեզ համար գոնե թե ամենադժվար քաղաքական իմաստով եւ որպես թիմ, որպես կառույց անցել ենք ու եթե 18 թվականին չեն կարողացել ճանապարհել, ապա 25-ին հաստատ չեն ճանապարհի։ Բարև ձեզ New Day-ի հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավերին։ Ես եմ շնորհակալ։ Մինչ խորհրդարանում կրկին լեզվակռիվ էր, կարելի է ասել լարված իրավիճակ խոսքի առումով, իշխանությունները շարունակում են իրենց գործողությունները Ադրբեջանի պահանջները բավարարելու ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը այդպես էլ ձեռք չի քաշում սահմանադրությունից, նա այսօր հայտարարել է, որ պաշտոնապես արձանագրված համանդրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում, մեջբերեմ նրա խոսքից, իմ գնահատականը եղելը մնում է այն, որ իրավակարգի այդ ճեղքը կախված է եւ կապված է նրա հետ, որ ըստ էության բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, ինչպես կմեկնաբանեք սա, հենց նոր հիշեցին, որ ժողովրդի կամքը չի արտահայտում։ Ոչ, ուղղակի հաղթահարելով բարեհաջող որոշակի փուլեր, որոնք նախանշված էին եւ Ալիևի ու Էրդողանի կողմից հանձնարարական որպես իջեցված էին այս իշխանության ու կապիտուլյանտ Նիկոլին, կատարման փաստով անցնում ենք հաջորդ փուլին, մինչ այս իրենք մեզ համոզում էին, որ նույնիսկ եթե մենք որոշենք անկախության հռչակագիրը հանենք, իսկ ընդամենը մի 2-3 օր առաջ հավաստումը ստացանք դրա, որ Նիկոլը այո, այն նախագիծը, որ ներկայացվելու է առանց անկախության հռչակագրի է ներկայացվելու, ինչը նշանակում է, որ երրորդ հանրապետություն ուղղակի չի լինելու, որտեղ եթե դու իրավական ակտը, որը հռչակել է երկրի անկախությունը, կապը խզում ես այդ երկրի մայր օրենքի հետ, նշանակում է այդ պետությունը այլևս գոյություն չունի, դրա լուծարման իրավական ակտն ես դու դնում իբր հանրաքվեի։ Իրենք ասում են, որ պիտի հանրաքվե լինի։ Հիմա արդեն հաջորդ փուլն է, ով է ձեզ ասել, որ դուք պիտի հանրաքվեի իրավունք ունենաք, այսինքն այն սահմանադրությունը, որը պիտի սպաներ երրորդ հանրապետությունը, հիմա կսպանի Նիկոլի ստորագրությամբ կամ իր հուսապարկերի քվեարկությամբ միայն։ Իրենք չեն դնի նաև դա հանրաքվեի, նույնիսկ ձևական իմաստով ապահովելով
այն ընթացակարգը, որ նախատեսում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Հայ ժողովրդի կամարտահայտությունը երբեք Նիկոլի համար առաջնահերթություն չի եղել, ավելին ինքը այդ կամարտահայտությունը մի անգամ որպես շղարշ է օգտագործել բոլորիս աչքերին թոզ փչելու համար, իբր Հայաստանի քաղաքացիներն են եւ իրենց կամարտահայտությունն է այն գործողությունների հիմքը, որը կատարվում է 2018-ին։ Այն գործողությունները, որոնք շարունակվեցին պատերազմից հետո, ակնհայտ է դա ինչի համար էր արվում, որպեսզի աստիճանաբար նույնիսկ այդ շղարշը բռնաճնշումների քողի ներքո, երբ որ կճնշվի, այլևս հնարավորություն չունենան նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր խաբվել են, որ իրենց կամարտահայտությունն է բերել այս իրավիճակի, հանկարծ հնարավորություն չունենան փոխելու այս իրավիճակը։ Եվ կհիշեք ներողություն, ինչ էին ասում այն քաղաքացիներն, ովքեր խաբվել էին, մոլորված էին, ասում էին դե վատը կլինի կփոխենք։ Այդ քաղաքացիները հիմա բոլոր հարցումներով ցույց է տալիս, որ Հայաստանի յուրաքանչյուր 4-րդ քաղաքացի Նիկոլին Դավաճան, կապիտուլյանտ, հայ ժողովրդի շահերը ներկայացնելու անընդունակ մեկն է համարում, այսինքն ձևավորել է այդ փոփոխելու ցանկությունը, բայց հիմա կառավարության դռանն էլ մոտենալ անգամ չի կարող։ Իհարկե ժողովրդի կամարտահայտության օրինակ Արցախի հանձնումը չեն կարող թողնել, որովհետև 21 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ լրիվ այլ բան են ասել, իրենց ծրագիրը լրիվ այլ են հանրությանը ներկայացվել, ուստի իրենք ընդհանրապես լեգիտիմ չեն եւ չեն կարող իրենց գործողությունների պատասխանատվությունը գցել ժողովրդի գրպանը կամ առնվազն իրենց ընտրողների գրպանը, որովհետև նրանք ժամանակին խոսել են Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի մասին, իրենց ծրագրում ամրագրել են, անջատում հանուն փրկության են ասել, բայց ճիշտ հակառակը արել են, այս մասով նույնիսկ արդեն մոլորված քաղաքացիներն են ուժի եկել եւ իրավացիորեն դուք ասացիք, որ ամեն 4-րդը մենք օրինակ երբ հարցախույզ ենք անում եւ քաղաքացիների հետ ենք շփում, շատ դեպքերում փորձում ենք չդնել այն խոսքերը, որոնք նույն Նիկոլ Փաշինյանի խոսրույթից են նաեւ գալիս, օրինակ շատերը ուզում են նույն Նիկոլ Փաշինյանի ասած գնդակահարության պատի տակ նրան տեսնել, այսինքն գուցե մարդկանց թվում է թե անտարբերություն կա, ոմանց թվում է թե անտարբերություն կա, այդպես չէ, մարդիկ իրենց մեջ վտանգավոր նաև ատելություն են կուտակում եւ եթե քաղաքական process-ները հաջողության չհասնեն, այդ դեպքում կարող են անկառավարելի նաև հետևանքներ լինել, դուք այս առումով ինչ կարող եք ասել։ Ես վստահ եմ, որ այն ինչ որ կուտակվել է մարդկանց մեջ, մեկ անուն ունի, դա արդարացի անհանդուրժողականությունն է, որովհետև չես կարող սեփական քաղաքացու արժանապատվությունը անդադար նվաստացնել, ծաղրել իր պատմական ժառանգությունը, ծաղրել ողբերգությունը, ցեղասպանությունը, որը Թուրքիայի Օսմանյան կայսրությունում իրականացվել է եւ քարոզել դե թուրքերի հետ անուն առանուն ազգանուն հասկանալու ընթացակարգ ու հետո ասել այ գիտեք ինչ քաղաքացիներն ինձ վիրավորում են, բայց այդ նույնիսկ ձեր հարցախույզերի ու այս սոցիալական հարցումները պիտի անպայման հիշենք թե ինչ մթնոլորտում են իրականացվում մի երկրում եւ մի ռեժիմի պարագայում, որը քրեական օրենսդրության մեջ խցկել էր այն բոլոր հոդվածները, որը անհրաժեշտ էր Նիկոլին արդարացի քննադատող, Նիկոլի հասցեին քաղաքական կառավարման հասցեին ցանկացած տեքստ ասող մարդուն կալանքի տանելու հոդվածները։ Իսկ արցախցիների հասցեին այդպիսի հայտարարություններ անողները ինչու պատասխանատվության չեն ենթարկվում, ավելին Նիկոլ Փաշինյանից սկսած Ալեն Սիմոնյանը նաև շարունակեց, հետո Խաչատուր Սուքեսյանը նաև շարունակեց այդ խոսույթը պետական այո, դա խրախուսվում է, դա ամեն կերպ հնարավորության դեպքում տիրաժավորվում է եւ այն ինչ պետական մակարդակով արժանանում է համակրանքի, դա էլ ինչ որ մի տրամաբանության մեջ տրանսլյացիայի է ենթարկվում։ Ես հասկանում եմ իհարկե դրանք հիմնականում իրենց այդ նույն գրզոյի ֆեյքերի գործարանից են արտադրվում, այդ նույն հմեկ էլի ֆեյքանոց դարձած նիկոլական հմեկից են արտադրվում, ուղղորդվում են դրանք, այո, հասարակության մեջ իր տոկոսային իմաստով ոչինչ են, բայց ակնհայտ է, որ դա խրախուսվում է։ Ակնհայտ է, որ Արմեն Գրիգորյանի սպանողները խոսքի համար են այդ մարդուն սպանել։ Դուք կհիշեք այդ մասկի շոուները, այդ հեղինակազրկված ԱՂՑ-ն, մարդուն կարողանում է այտենց գետին պարկացնելով ազգային արժանապատվության, այո, քաշ տալ դեպի ազգային անվտանգության ծառայության շենք։ Այն ոչ որ մեկին քաշ են տվել այտենց։
Չէ, որովհետև դա Նիկոլի կողմից այն ինչ որ կատարվում է այդ ատելության խոսքը իր կողմից հրահրվող, կազմակերպվող, խրախուսվող գործընթաց է։ Եվ ձևացնել թե մենք այս ամեն ինչը չենք նկատում, ու սա ընդհանրապես քաղաքականության մաս է, իհարկե ոչ։ Իրենք դուք ասիք 2021 թվականին էլ էին խաբում Շուշի դեօկուպացիայով են մարդկանցից քվե կորզել։ Ես նախ այդ քվեի մասով եմ ուզում խոսել։ Իրենք անդադար ասում են, այ ուրեմն դավաճան են նաև են 680,000 քաղաքացիները, մի ընդունեք սա որպես թիվ, որը Հայաստանի քաղաքացիների, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ստույգ որոշումը կամ կամարտահայտությունն է եղել։ Նիկոլ Փաշինյանը կեղծել է այդ ընտրությունները, այնպես ինչպես կեղծել են իրենք Գյումրիում այդ 17,000 քվեն, այնպես ինչպես այն բոլոր տեղերը, որտեղ իրենք գրավում են առաջին տեղը, այդ դրանք կեղծված ընտրություններ են։ Շատ պարզ, որովհետև այդ ոնց է լինում։ Առնվազն վարչական լծակ միջոցով միայն վարչական լծակ չէ, իրանք հիմա գիտեք ինչ են անում, քանի որ արդեն հնարավոր չի իրանց հանդեպ ատելությունը որևէ կերպ զսպել, ընդհանրապես դրա մասին չխոսել, այո, քողարկել, իրենք ասում են, հա դե ինչ վարչական լծակները կարծես վարչարարության կամ իշխանություն լինելու բացասական հետևանքն է, որը իբր անուղղակի է առաջանում, բայց ինչ միայն վարչական ռեսուրսի մասին է խոսքը, այսինքն ընտրակաշառք բաժանելը եւ ոստիկանությունը իր գործառույթներով չնախատեսված գործունեություն իրականացնելը ՔՊ-ի ընտրական շտաբերում, ընտրական շտաբերի շուրջ է։ Դուք նկատել եք ընդհանրապես Նիկոլի կազմակերպած ընտրությունները ոնց է։ Այդին ոստիկանությունը երկու ֆունկցիա ունի։ Անխոչնդոտ դարձնել ՔՊ-ականների բոլոր ընտրակեղծիքները եւ խոչընդոտել ՔՊ-ի հետ չասոցացվող եւ ՔՊ-ականների, նիկոլականների դեմ պայքարող բոլոր ցուցակներում կամ թեկնածուների գործունեության մեջ ներգրաված անձանց օրինական գործունեությունը։ Սա այն գործողությունների ցանկն է, որը տրվում է ոստիկանությանը։ Այս նույն գործողությունների ցանկը անում է այդ հեղինակազրկված ազգային անվտանգության ծառայությունը։ Ու նաև այս կամարտահայտության իսպառ բացակայությունը, որ այսօր Հայաստանի քաղաքացին գիտի, որ ինքը ոչինչ չի որոշում, որտեղ Նիկոլն է։ Նիկոլը իրենց զրկել է այն սահմանադրական բոլոր իրավունքներից ու ազատություններից, որոնք ուղղակի կան։ Տեսեք, թեև Փաշինյանի վարկանիշը այո ընկել է եւ չափազանց է ընկել, բայց ընդդիմության վարկանիշն էլ մյուս կողմից չենք կարող ասել, որ բարձրանում է։ Երկրորդ օրինակ նույն Գյումրիում, թեև քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ 50%-ից ավելի ձայներ հավաքել եւ իշխանություն ձևավորել, բայց մենք տեսանք, թե այնտեղ ինչ եղավ, քաղաքական առումով դժվար է ասել, որ այնտեղ օրինակ ընդդիմությունը հաղթեց, որովհետեւ տեսնում ենք էլի օդիոս դեմքերի եւ չենք կարող այսպես ստույգ երաշխավորել, որ թեկուզ քաղաքական իմաստով այնտեղ ամեն ինչ լինելու է կանխատեսելի եւ ոչ տհաճ անակնկալներով։ Երբ որ ես օդիոս դեմքերի մասին ցանկացած նախադասություն լսում եմ, անկախ նրանից ես դրա հետ համաձայն եմ, համաձայն չեմ, ունեմ իմ ընկալումները, պատկերացումները, թե ոչ, ես միանգամից հիշում եմ ԿՊԱ-ականների շարքերում իրենց օգնող, աջակցող Գրզոյից, Շիշ Բռնողից, Գուրգեն Արսենյանից, Գուրգեն Մելքոնյանից, Գագիկ Մելքոնյանից ներողություն, ու այդ բոլոր ամբողջ շարքը կարող եմ թվարկել, այն քրյա օլիգարխներից, չգիտեմ, Սասի Արտակից, այն Գրանդ Քենզիներից, բոլորին այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի անխոչնդոտ կառավարումը ապահովում են Էրատոյի հիմնադրամներին մուծվելուց մինչև բոլոր այն գործողությունները, որոնք առոք-փառոք իրականացվում են, նույնիսկ ախրանիկներ ուղարկելով այդ ընտրական պրոցեսների ընթացքում, որ հանկարծ Նիկոլի համար անհարմար որևէ իրավիճակ չստեղծվի։ Հետևաբար այդ օդիոզի վերաբերյալ կամ դրա բացասական հետևանքները կամ այն ժամանակ մինչև 2018-ը, որ ներկայացվում էր միակ պրոբլեմ կամ ամենածանր պրոբլեմ, հիմա ուղղակի ցույց է տրվում, որ հասարակությունը այդ նույն դժգոհությունը ունի, բայց չգիտես թե ինչի դա փաստորեն բավարար չի լինում Նիկոլին վռնդելու համար։ Ստացվում է, որ այն ժամանակվա գեներացիան արհեստական էր, խոսքը չի վերաբերում նրան, որ խնդիրներ չկան, խոսքը վերաբերում է նրան, որ այդ խնդիրների շեշտադրումը, ներկայացումը, դրանց տիրաժավորումը լրիվ այլ տրամաբանության մեջ էր իրականացվում։ Այսօր
նիկոլականների կողմից հանցագործությունների կատարումը անգամ դեռ չեմ ասում որոշ մարդկանց համար ընդունելի կամ չընդունելի գործողությունները, ուղղակի հանցագործություններն անգամ այնպես են պարտակվում, նույնիսկ դրանց կողմից դրանց վրա շեշտադրումներ չեն իրականացվում, հետևաբար այդ իրականությունն շատ հարաբերական էր։ Ինչ վերաբերվում է Գյումրիում հաղթանակի, ես դες ամբողջությամբ համաձայն եմ, դա հաղթանակ չէր։ Ես չեմ կարծում, որ դա հաղթանակ էր։ Գիտեք, երբ որ Հայաստանի քաղաքացին իր կյանքի անվտանգության, ապահովության, կոմֆորտի հաշվին պիտի գնա ընտրատեղամաս ու դա ինչ որ տենց մեծ հերոսություն է դիտվում եւ իրականում այդպես է, որովհետեւ պիտի հաղթահարես մի հատ այդ ՔՊ-ականների իրավապահ համակարգին, մի հատ հաղթահարես այդ ՔՊ-ական տեղական իշխաններին, պիտի գազ հասնես քո քվեարկությունը իրականացնել, այլև խուժաններին։ Այդ էր, այո, փողոցի խուժանի, որ ամբողջ ծավալով օգտագործվում է ՔՊ-ականների եւ անձամբ Նիկոլի կողմից շատ լավ ղեկավարվելով եւ կառավարվելով իր իրավապահների կողմից, թե չէ քրեական հեղինակությունների դեմ պայքարող եւ քրեական ենթամշակույթի դեմ իբր պայքարողները այսօր չգիտես ինչի շատ կանոնակարգված գիտեն, թե որ մի քրեական ենթամշակույթով ենթադրաբար զբաղվող անձը որ ժամանակահատվածում պիտի ազատ արձակվի եւ Հայաստանում սկսի գործունեություն ծավալել, կարծում Հայաստանի քաղաքացիները դրա մասին շատ ավելի գիտեն։ հոդվածով դատապարտվող քրեական այսպես հեղինակությունը սպանության այն դեպքում, երբ որ Հայաստանի քաղաքացին, որը ընդհանրապես խոսել է ազատ խոսքի շրջանակներում, կարող է ամիսներով կալանքի տակ մնա հույս չունենալով անգամ արդար դատաքննության իրավունքի։ Հետևաբար ամբողջությամբ համաձայն եմ, Գյումրին ես ինձ համար հաջողության ինչ որ մի հետևանք կամ մի փուլ չեմ արձանագրում, այո, շատ լավ է, որ ԿՊՆ այդտեղ չունեցավ քաղաքապետ, բայց եթե մենք համարում ենք, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացվող ցանկացած ընտրություն պիտի կյանքի ու մահու գնով լինի, վերջում էլ ընդդիմությունը շատ տարբեր տեղերից եւ օղակներից կանգնի ասի, որ դե հաղթանակ էր, տեսնում եք, ստացվում է, ինձ մոտ տպավորություն է, որ այդ ընդդիմությունը նպատակ ունի ոչ թե Նիկոլին հեռացնելու եւ իր դավաճանությունների համար իրավական պատասխանատվության ենթարկելու, այլ Նիկոլին ընդդիմություն դարձնել։ Ինձ համար Նիկոլին տպավորություններ հաղթեցին Մարտուն Գրիգորյանին։ Ինչ իմաստով։ Դե ստացվում է, որ ճնշումները ուղղված էին Մարտուն Գրիգորյանի դեմ, որպեսզի Վարդան Ղուկասյանը կարողանար կրկին քաղաքապետ ընտրել։ Ես տեղեկություններ չունեմ անգամ այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել 4 ընդդիմադիր ուժերի միջև, այդ ուժերի ցուցակները ղեկավարող անձած միջև։ Ես կարծում եմ, որ այնտեղ կամ արտահայտությունը եղել է բավարար այն փաստի շուրջ, որ այո, ԿՊ-ն պիտի զրկվի իշխանությունից, ցույց տալով, որ ու նաև այն փաստներ շատ շեշտվում, որ Գյումրին ԿՊ-ական քաղաքապետ պիտի չունենա։ Ես կարծում եմ, այս ընկալումն էր առավել կարևոր եւ ինձ համար ավելի մեծ եւ խնդրում եմ նաև ձեր հարցը միգուցե մեր քաղաքացիների համար տպավորություն կարող է ստեղծել, որ Մարտուն Գրիգորյանը որևէ կերպ հանրապետական կուսակցության թեկնածուն է եղել եւ այլն, որովհետեւ որոշ ընդդիմադիրներ ում նպատակները ինձ համար վերջերս շատ անհայտ են, ես չեմ հասկանում, իրենք Նիկոլի հեռացումն են ուզում, Նիկոլին ընդդիմություն սարքել են ուզում, Նիկոլից վարչապետի աթոռը խլել իրենց թեկնածությունն այդտեղ գալն է, ես արդեն խճճվել եմ իրենց նպատակների մեջ, տպավորություն են փորձում ստեղծել, որ Մարտուն Գրիգորյանը հանրապետական կուսակցության թեկնածուն է եւ հանրապետական կուսակցությունը խուսափում է դրա մասին հայտարարել։ Նա հանրապետական կուսակցությունը նույնիսկ ամենածանր 2018 թվականին չի խուսափել իր դեմքով հանդես գալու։ Մենք նման խնդիրներ ու հարցեր չունենք, եթե դագաղների ֆոնին ենք կարողացել սեփական կուսակցության նշանով, կուսակցության կարգախոսով ու ցուցակով հանդես գալ, հիմա վստահ եղեք 2025 թվականը չի, որ մենք քողարկված մասնակցենք։ Պարոն Գրիգորյանի որոշումն է եղել մասնակցել, պարոն Գրիգորյանը դաշինք է կազմել 2 կուսակցությունների հետ, այդ կուսակցություններից մեկը պատիվ ունեմ դաշինքի մաս է եղել այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Վանեցյանը եղել է ազգային ժողովում ֆրակցիայի ղեկավար, պատիվ ունեմ, այնուհետև մանդատը վայր դնելով արվել է հայտարարություն, որ այդ նախընտրական դաշինքն այլևս գոյություն չունի, այդ նախընտրական դաշինքում արդյունքում ձևավորված ցուցակում այլևս որոշումները չեն կայացվում 2 կուսակցությունների համամասնության կամ
երկու կուսակցությունների կամ արտահայտությամբ, որովհետև պարզապես այդ դաշինքը գոյություն չունի։ Իսկ այն նաև մեկ այլ հարց կանխելով, որ ֆրակցիայի անունն է պահպանվում է շատ մի պարզ պատճառով, որ ազգային ժողովում ֆրակցիաները ձևավորվում են մանդատները ստանալու եւ ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում, հետաբար դրանք փոփոխման ենթակա չեն պարզապես։ Ինչ վերաբերում է ընդդիմության ռեյտինգին, ես նորից եմ ասում, միգուցե դա շատ կոպիտ կհնչի, բայց ես կարծում հանրապետական կուսակցությունն իր վարքագծով նաև ապացուցել է, որ սա ճշմարտացի է եւ ոչ թե ինչ-որ տենց բարձրակոչ բառեր ասելու մասին է։ Մեզ չի հետաքրքրում ընդդիմության ռեյտինգը։ Մեզ հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանի գնալը։ Ինձ պետք չի, որ քաղաքացիները ինձ վստահեն, որ հանրապետական վարչապետ լինի վաղը։ Ինձ պետքա, որ Հայաստանի քաղաքացին ինձ վստահի Նիկոլին հեռացնելու գործընթաց։ Ընդդիմադիր խմբակցությունները Փաշինյանին հեռացնելու համար անվստահության գործընթաց ինչի չեն նախաձեռնում, որովհետև վերջին հնարավորություն ունեն այդ մասին բազմաթիվ նաև հայտարարություններ են հնչում, քննադատություններ ուղղված ընդդիմությանը, ինչու Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը չեն նախաձեռնում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես կարող եմ խոսել իմ եւ պատիվ ունեմ խմբակցության անունից միայն շատ պարզ պատճառով, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցությունը, որտեղ մեծամասնությունը հիմա հանրապետական է, ինչպես արդեն նշեցի, չունեն իրենց վարչապետի թեկնածուն։ Ես չունեմ, իմ գործընկերները չունեն։ Մենք մշտապես հայտարարել ենք, ես էլ նորից մի անգամ այստեղ կրկնում եմ, մենք երաշխավորված ձայն ենք Նիկոլի դեմ։ Մենք պատրաստ ենք ցանկացած այն գործընթաց, որը ուղղված է Նիկոլին հեռացնելուն, միանալ այդ գործընթացին։ Մենք փողոցում ենք դա ապացուցել։ Այն բազմաթիվ շարժումների ընթացքում, որտեղ առաջի 4 շարքը ներողություն արտահայտության համար, բայց բրոնյա արած էր արդեն պաշտոնների իշխանության բաշխման առաջնորդության տեսանկյունից, մեզ դա երբեք քաղաքական նպատակ չունեք, որովհետև շատ մտածում եք դրական արձագանք չի լինի։ Ոչ, շատ պարզ, որովհետև մեր նախագահի կողմից, կուսակցության ղեկավարի, հանրապետության 3-րդ նախագահի կողմից մեր առաջ դրած առաջնահերթություններն են այլ եւ կուսակցության խորհրդի նիստի ժամանակ, որը նվիրված էր հանրապետական կուսակցության 35-ամյակին, նախագահը գրեթե 1 ժամանոց իր ելույթում եւս մեկ անգամ վերահաստատել է մեր առաջնահերթությունը, ոչ թե քաղաքական առաջնորդություն ստանձնելու, այլ սրանց հեռացնելու, թրքաբարո քաղաքականություն, սրանց թրքաբարո քաղաքականությանը վերջ տալու, դադարեցնելու, ընդ որում ընդգծելով, որ սրանց հետ որևէ շփման գիծ, հնարավոր գործունեություն իրենց հետ միասնական մեզ համար անթույլատրելի եւ անընկալելի է։ Սրանք պիտի գնան, որպեսզի նաեւ նախագահի ելույթում տեղ գտած բոլոր այն առաջնահերթությունները մեր պետության արտաքին քաղաքականության, ներքին կայունության, ամրապնդման, անվտանգության տեսանկյունից իրականացվեն։ Այսինքն, եթե Հայաստան խմբակցությունը նախաձեռնի եւ օրինակ վարչապետի թեկնածու ներկայացնի Ռոբերտ Քոչարյանին կամ նրա որդուն, հանրապետականը կլինի, այսինքն կմտնի այդ գործընթացի մեջ, կլինի այդ գործընթացի։ Հանրապետական կուսակցության պատգամավորները բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ խոսք է գնացել իմպիչմենտի մասին, մեզ մեկ անգամ է այդ թուղթը տվել ստորագրվելու եւ այդ թուղթը ստորագրվել է հետեւյալ բառերով եւ տրամաբանությամբ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ում անունը ուզում եք գրեք, մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյան վարչապետ, մեզ համար ամոթ է Նիկոլ Փաշինյան վարչապետ, իր հանցավոր խումբը այդ կապիտուլյանտների եւ ավանտյուրիստների պիտի իրավական պատասխանատվության ենթարկվի, մեր այս հանձնառությունը 2018 թվականի ապրիլի 23-ից անփոփոխ է եւ նույն կերպ մնում է։ Մենք այդ տրամաբանությամբ ներողություն այդ թուղթը ստորագրել ենք եւ ելի կստորագրենք։ Եվ դուք խոսեցիք խորհրդի նիստից հանրապետականների Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը նախիրի միջից ամենաբարձր էշած զռացող էշի ճակատը ֆաչելու հետ կապված, համբուրելու հետ կապված քննարկումները շարունակվում են եւ իշխանություններ քննադատում եւ նաեւ ընդդիմադիրները, այսինքն ընդդիմադիրների համակիրները առնվազն երկրորդ նախագահի համակիրների մասին է խոսքը այս առումով ինչ կարող եք ասել եւ եթե իրականում այսպես հանրապետականը գործոն չէ եւ խնդիր չէ հանրապետականների ներկայությունը քաղաքական դաշտում նույն նաև իշխանությունների համար, այդ դեպքում ինչ են բոլոր քննադատությունները եւ փորձերը ուղղված հանրապետականներին լուսանցքից դուրս թողնելու։ Դա մեկ եւ եթե նույն այդ ձեր վերջին մասին հարցի անգամ պատասխանել չեմ կարող, որտեվ այո, եթե դուք մեզ չեք նկատում, մենք չկանք, այդ դեպքում այդքան ջանք չեք գործադրում մեր վրա։ Կամ եթե ձեզ համար միևնույն է այդ խորհրդի նիստը հանրապետականի նախագահի ելույթը, այդ դեպքում ինչա ժամեր անց նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատական ակտը ժամեր անց ելույթից է։
ժամեր անց ուղակի բեկանվում Նիկոլի վնգստացողների կողմից եւ ուղարկվում առաջինատյան էլի նորից քննության։ Ըստ էության ցույց տալով, որ տեսեք, որ քաղաքական հետապնդումները ձեր մասով ամենևին ավարտված չեն եւ մենք ամեն ինչի ընդունակ ենք։ Հետևաբար այդ անհանգստության բաժինն արդեն պարզ է ու հասկանալի, թե որքան ենք մենք իրենց համար անհարմար, որքան իրենք մեզ հետ չգիտեմ, փորձել են պայմանավորվել, չեն փորձել, մենք այդ փորձերին տեղիք չենք տվել, որովհետև նորից եմ կրկնում, այն արգելքը նաև որ նախագահան ամրագրում է մեզ համար, թրքաբարո քաղաքականություն իրականացնողների հետ զրո շփում, զրո համադրություն եւ միմիայն արճակատ պայքար դրանց հաղթահարելու դեմ, կարծում եմ իրենց ընդհանրապես հանգիստ չի տալիս։ Ինչ վերաբերվում է այն մարդկանց, ում դուք հիմա անվանեցիք իշխանություն եւ ընդդիմություն, դրանք հանրապետականի պրիզմայով երբ որ նայում ես, այնել 2018 թվականից հանրապետական կուսակցությունը չդավաճանած մարդկանց պրիզմայից երբ որ նայում ես, իրենք մեզ համար դագաղների շրջապատում, հրապարակում կանգնածներ են եւ այդ դրամաբանության մեջ մեզ համար հասկանալի է։ Ձեր ձևակերպման մեջ անհասկանալի է, թե ինչի պիտի ընդդիմություններ խնդիր տեսնի այնտեղ եւ իշխանությունն էլ, այսինքն այդ իմաստով իրենց մտահոգությունները կարծես թե նույն անում են, ինչը մեզ համար շատ ցավալի է եւ շատ ծանր, որովհետեւ ստացվում է մենք տարիներ շարունակ փողոցային ամենաթեժ կետերում պայքարել ենք մարդկանց հետ, ովքեր մեզ հետ շատ ավելի քիչ ընդհանրություններ ունեն, քան Դագաղ Նիկոլի եւ այդ իշխանազավթում իրականացնող խմբակի հետ։ Դա իրականում շատ ցավալի է եւ ձեզ վստահեցնում եմ, որ շատ տհաճ նաեւ մեզ համար։ Ինչ վերաբերվում է այդ զրացող էշի համեմատությանը, որ բոլորը արձագանքում եւ անդրադառնում են, շատ մարդիկ, ովքեր որ հիմա ընդդիմության շրջանակներում են, իրենց չեն կարողանում ներել են փաստը, որ այդ էշին իրենք շատ հաճախ 2018-ից սկսած գուրգուրել են, փորձել են նստել այդ էշի վրա։ Այդ էշը չի թույլ տվել, որ նստեն իրա վրա, որտեղ այլ դավաճանական ծրագրերով էր եկել, իրենց քացի ա տվել։ Հիմա որոշել են, որ այդ էշին արդեն կարող են ուղղակի խմբագրել իրենց անցյալը, ասել մենք այդ էշին մոտ չենք եկել կյանքում, չնայած այդ էշին պաշտպանում էին այն ժամանակ հանրապետականից, եթե կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումը անմիջական հանցանք կատարած կասկածանքով իրենք անվանում էին առևանգում ոստիկանության տներով, ման էին գալիս, փորձում էին գտնել մեր Նիկոլին հետ բերեք տրամաբանության մեջ։ Հիմա իրենց այն մտայնությունը, որ Նիկոլ Փաշինյանը պիտի դառնար իրենց ենթակայության կամ միգուցե այդ էշի փոխարեն իրենց վրա պիտի ընտրությունը կանգներ 2018 թվականին, ես արդեն չգիտեմ այդ իշխանազավթում իրականացնողների շահառուների եւ այդ տերերի պայմանավորվածությունները։ Խնդիրը այն է, որ Նիկոլ Փաշինյանն է մնացել այդ ամեն ինչը իրականացնողը եւ հիմա իրանք ամեն գնով փորձում են իրենց անցյալը խմբագրել, բայց նորից կրկնեմ, այն միտքը, որ հանրապետական կուսակցության խորհրդի նիստում է հնչել եւ նաեւ ուղերձում կա, մեր հաշվին ստեր հորինելով դուք ձեր կենսագրությունը չեք կարող խմբագրել։ Տեսեք, ասում են պետք չի ժողովրդի գրպանը գցել էշին պաչելը, եթե դուք եք բերել այդ էշին։ Իհարկե պետք չի գցել եւ որևէ մեկը չի գցում ժողովրդի գրպանը, մենք ուղիղ հայտարարել ենք, որ այն իշխանազավթումը, որը տեղի է ունեցել պետական հեղաշրջումը, դա 5-րդ Շարասյան կողմից կազմակերպված, այստեղ օժանդակված եւ դրսի այն ուժերի կողմից ֆինանսավորող ու նաեւ իրենց թողտվությամբ իրականացրած process-ը, ովքեր հետևում էին, որ հանգարց այդ process-ը չխաթարվի մի բանի համար, որտեղ Սերժ Սարգսյանի կարմիր գծերն իրենց համար անընդունելի էր։ Ես երբ այդ կարմիր գծերից մի քանիսը թվարկեմ, դա ցեղասպանության ուրացման անթույլատրելիությունն է, մեր ինքնությունը մոռացության տալու անթույլատրելիությունն է։ Այն ինչ որ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, մեր անկախության հռչակագիրը չեղարկելն է, արցախցիներին թուրք ասելն է, հիմա այս ամեն ինչ ինքը բարեհաջող իրականացնում է։ Ինչ վերաբերվում է մոլորված մեր քաղաքացիներին, մենք գիտեք, այնքան բարդույթավորված չենք այդ ամենով, որ նախորդող 5-6 տարիները, որը անդադար ուղղորդվել են եւ ուղեկցվել են նաև տարբեր փողոցային գործընթացներով, մենք այդ մոլորված քաղաքացիների հետ, ովքեր 18-ին մեզ մերժում էին եւ այդ իրենցով նաև ապահովվեց այդ շղարշը, մենք իրենց հետ կանգնած պայքարել ենք, իրենց իրավունքների համար ենք պայքարել, ցանկացած ոտնձգություն ֆիզիկական, իրենց բարեհոգեբանական առողջությանը ուղղված, մենք գնացել ենք այդ ոտնձգությունները վերացնելու կամ դրանք կանխելու, դրանք թույլ չտալու ուղղությամբ։ Հետևաբար մենք բարդույթավորված չենք եւ առաջարկս էլ գիտեք
գիտեք, շատ պարզ է, այդ ընդդիմադիրներին ուղղակի չբարդույթավորվել այդ անցյալից։ Մենք այդ անցյալը երբեք իրենց երեսով չենք տալիս, քանի դեռ մեր մասին ստեր չեն ասում։ Մի փորձեք այն ժամանակ, երբ որ դուք ատելությունը ՀՀԿ-ի հանդեպ խրախուսում էիք եւ Նիկոլի ձեռքերով, այդ դագաղներ պահողների ձեռքերով փորձում էիք ՀՀԿ-ի հարցերը լուծել, հետո մտածելով, դե Նիկոլի հարցերն էլ կլուծեք։ Մենք մեղավոր չենք, որ Նիկոլը ձեզնից ավելի անսկզբունք է գտնվել եւ մրցավազքը այստեղ անսկզբունքների մեջ էր, ով ավելի հետեւողական կլինի իր անսկզբունքայնության մեջ։ Այդտեղ դուք չեք կարողացել ինչ-որ բան կիսել։ Այն, որ դուք 2018-ին մեզ բարեհաջող ուզում էիք ճանապարհել, դա բոլորին ակնհայտ է։ Միգուցե նաև այս անհավասարակշիռ վիճակը եւ իշխանության եւ որոշ ընդդիմադիր իրենց անվանող անձանց շրջանակներում տարածվում է նաև նրանից, որ իրենք չեն կարողացել նաև այդ նպատակին հասնել 2018-ին։ Այսինքն իրենք հիմա բարեհաջող կճանապարհեն ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս։ Հանրապետական կուսակցությանը ես կարծում եմ մենք այս տարիների ընթացքում մեզ համար գոնե թե ամենադժվար քաղաքական իմաստով եւ որպես թիմ, որպես կառույց անցել ենք ու եթե 18 թվականին չեն կարողացել ճանապարհել, ապա 25-ին հաստատ չեն ճանապարհի եւ մենք մշտապես այնպես է ստացվել, որ այս հանրապետական կուսակցության նաեւ պատմությունը Հայաստանի անկախության հաղթանակների հետ այնքան միամյուսված է, որքան նաեւ այսօրվա դժվարությունների ու դժբախտությունների հետ։ Նաեւ հետեւաբար մենք այդ մեզ համար առաջնահերթություն այս դժբախտություններից դուրս գալը եւ մեր պետության վերականգնումն ենք փնտրում ու ըստ էության նորից եմ կրկնում պետք չի հանրապետականից բարդույթավորվել 18-ին ձեր որոշումն է եղել, ընդ որում նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ժողովրդավարության մասին խոսում է հենց այն, որ այսօր մենք շատ մարդկանց կարողանում ենք ցույց տալ իրենց երեսպաշտ լինելը, իրենց երկակի ստանդարտները, այսինքն այն ժամանակ ժողովրդավարությունը այն մակարդակ էր, որ իրենց ազատ խոսքը չի ճնշվել, իրենք կարողացել են ազատ արտահայտել իրենց մտքերը, հիմա ինչ-որ 180 աստիճանով փոխվել են, որտեղ ավելի ուրիշ մի հատ իրենց կարծիքով կոմֆորտ եւ հարմար տեղ ունեն, եւ հիմա նեղվում են չգիտես ինչի, որ մենք իրենց հիշեցնում ենք 18 կամ 19 թվականի իրենց խոսքերը կամ հարցազրույցները։ Եթե ձեր հետեւողականությունը, հələ դիտավորությունը մի կողմ եմ դնում, որ այն ժամանակ ոնց ինչ պետքա տենց են ասել։ Եթե նույնիսկ դուք այն ժամանակ անկեղծ եք եղել եւ նույնիսկ եթե հիմա եք անկեղծ, մենք այդ կանխավարկածով ենք առաջնորդվում, հա, առանց դիտավորությունների։ Եթե ձեր քաղաքական կարճատեսությունը այս մակարդակի է, եթե դուք ունեք այնպիսի խոցելի համոզմունքներ, որոնք ընդամենը 7 տարիների ընթացքում կարողանում են այսպես սկզբունքային փոփոխություններ ապրել, բա դուք ինչ եք առաջարկում մեր քաղաքացիներին։ Եթե ձեր երեկվա տեքստը ճիշտ չի եղել, որտեղ է համոզմունքը, որ այսօրվա տեքստը ճիշտ է լինելու։ Գոնե հանրապետականի տրամաբանության մեջ, որ մենք 2018-ի ապրիլի 23-ից նույն բանն ենք ասել եւ ասում մինչ օրս, ու մեր վարքագծով էլ դա ցույց տալիս։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։